Եթե մենք Սովետ Միության տարածքը համարում ենք, որ դա արդեն փաստ է, դա ենք հիմք ընդունում, այդ դեպքում մենք Հայաստանի Հանրապետությունը Սովետ Միության կազմի մեջ է մտել 26 թվականին, 25-26 թվականին, այլ ոչ թե 20 եղել է Կովկասյան ֆեդերացիայից հետո դարել է Սովետ Միության կա, ֆեդերացիայի ժամանակ արել են քարտեզագրում, մտել է Սովետ Միություն, կարա Սովետ Միության գիրքը Ատլասը վերցնեց, Հայաստանի Հանրապետությունը 30,948 քառակուսի կիլոմետր է, մի րոպե, այդքան է, եթե Սովետից են խոսում, ուրեմն վերադառնանք դեղ, հաշվենք այդ 30,948 քառակուսի։ Եթե Սովետից չենք խոսում 18 թվականի հռչակած Ադրբեջանի կամ 20 թվականի պետությունից, ուրեմն Ղարաբաղը չի եղել ձեր մաս ու չի կարա լինի հիմի։ Որն ենք հիմի իրավական ընդունում, որ մասը։ Դա ինչ թվում է ձեր կարծիքն է, որը չեն ընդունում։ Ես ինչ խոսացի, ես պատրաստ եմ քեզ արխիվային փաստաթղթերը տամ։ Ուղղակի բանակցություններ այլ բանակցություններ չկա, կա ուժերի մոտ թույլը մեղավոր է։ Հազարամյակ եղել է։ Դա ջունգլի կանոններ է։ Այո, այսօր ջունգլի կանոն ա գնում։ Ադրբեջանը տեսնում ես, դու ես ասում։ Եղել է 3 կետ մադրիդյան սկզբունքը։ Ինքը 2 կետը խախտել է ուժով, հարցը լուծել է, ենթարկացրել է, քշել է ժողովրդին, ասում է ես եմ ուժը իմ ձեռքին է հիմի, ես եմ որոշում, ճիշտ է։ Ձեր ասած ջունգլի կանոններով մենք միշտ ուժելու ենք, միշտ կորցնելու ենք, որովհետև մենք երբեք չենք կարող ավելի ուժեղ լինել, որովհետև չունենք ռեսուրսներ, դա ով որ քեզ դա բացատրում է, ուղեղի թուլություն ունի, որովհետև մենք ոչ մի ժամանակ չեք եղել, եթե ձեզ կարող եմ ես հիշեցնել, որ 92 թվականին, երբ որ գնացել են Բաքու եկել հայկական դելեգացիայից մարդիկ, եկել են ասել Բաքուն դա հզոր է, նեֆտյանոյ բանա, երկիր է, մենք չենք կարող Ադրբեջանին կրենք, բայց կրել ենք։ Հիմի, երբ որ դուք այսօր չեք կարող կազմակերպեք ձեր պաշտպանությունը ստեղծեք եւ այլ, չի նշանակում, որ մենք թույլ ենք։ Մեր ռեսուրս քիչ ժամանակ մնացել։ Խնդրեմ ապագա հնարավոր պատերազմի մասին եւ որքանով դա հնարավոր է, որովհետեւ հիմա ընդհանրապես այս բան չի կանխատեսվում։ Պատերազմ չի լինելու։ Ով որ ձեզ ասում է, դուք եք ասում պատերազմ կարա լինի։ Ես չեմ ասում, որ պատերազմ, ես ասում եմ, զարգացումները գնում է, ընթանում է այն ձև, որ տարածաշրջանը ամբողջովին կարա պայթունավտանգ է, բայց ոչ թե դա Հայաստանի վրա հարձակվում է։ Ադրբեջանը չի հարձակվի հիմա։ Չէ, տարբերությունը նա է, որ Ադրբեջանը այսօր մի գործողություն է անում, որ Կենտրոնական Ասիային ծառայում է կամուրջ, որ Կովկասն հետը դուրս բերի Թուրքիայի տակ Իրանի իսլամական պետությունը եւ Ռուսաստանը դա չի հանդուրժելու։ Դա բերելու է տարածաշրջանի պայթունավտանգ վիճակի։ Դրա համար պետք է Հայաստանի Հանրապետությունը իր բանակը ստեղծի, հզոր բանակ ունենա, Իրան պաշտպանի, այդքան մի բան, որ ոտի տակ չկորես։ Սրա մասին է խոսքը։ Ես դա եւ այդ ճանապարհները կառուցել ամբողջ, բացել, որ դուք պատճառ չհանդիսանաք ձեզ տրորելու։ Պարզ բացատրում եմ, սրանից պարզ ինչ լեզվով խոսեմ, որ հասկանաք։ Կներեք, էլի պատերազմ չի լինելու, որովհետեւ կողմերը գնում են խաղաղության, թե պատերազմելու պատճառ չկա, ինչի չի լինելու պատերազմ։ Պատերազմի, եթե դուք ձեր ճանապարհները բացում եք, երկու թուրք ժողովուրդը իրար հետ կապը չխոչընդոտում, ասենք Կենտրոնական Ասիա, Ադրբեջան եւ այլ, եւ Չինաստան, որը այսօր Ամերիկայի ճնշումների տակ չռալու է։ Ասում եք եթե, բայց ախր Ադրբեջանը եւ Հայաստանը, Ալիևը եւ Փաշինյանը տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցի վերաբերյալ։ Բացատրում եմ, որ այդ տարբեր մոտեցումները մի քիչ ձեզ թափ տվեք, հասկացեք ինչ եք անում, որովհետեւ եթե դուք դառնաք խոչընդոտ, դուք հրահրելու եք նոր կոնֆլիկտ։ Այսինքն հորդորում եք կյանքի կոչել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Ոչ, նոյեմբերի 9-ի 9-րդ կետ, բան ես չգիտեմ, ես միակն եմ եղել, որ ասել եմ, այդ թղթից ձեր ստորագրությունը հետ կանչեք, 1, երկրորդ, Հայաստանի Հանրապետությունը տարածքը որևէ մեկին մենք տրամադրելու չկանք, ես ասեմ 25-26 թվականի քարտեզագրումը, մենք ճանապարհները կառուցում ենք տրանզիտ,
ստեղծում ենք ամբողջ էլեկտրոնային ավտոմատացված համակարգ, հնարավորություն ենք տալիս մեր հարևանները օգտվեն։ Դուք ասում եք մեր փոխզիջումները պարտադրենք Ադրբեջանին։ Ոնց պարտադրենք, պարոն Բաբայ։ Եթե քեզ համար այդ ճանապարհը օդի ջրի պես պետք է, այդ ճանապարհները հայկական տարածքով, դուք պետք է վերանայեք մեր, ասենց ասենք, սահմանազատումը, հա, անեք 25-26 թվականի քարտեզով, այլ ոչ թե 91 թվականի։ Ըստ հարմարության են անում, 1.75-ով, 1 ուրիշով։ Չէ։ Լսեք, ես նույնց եմ ասում, եկեք տրամաբանված խոսենք։ Դուք կարաք ինչ ուզում եք ասեք, դա ձեր իրավունքն է, լեզուն հնարավոր խոսեք, հա, բայց ես խոսում եմ ձեր հետ փաստից, ասում եմ մենք եկել ենք ձեր տուն, Սովետ միությունն է կոչվել այդ տունը, եկել ենք այս քարտեզով 30,940 քառակուսի կիլոմետրով։ Հիմա մենք դուրս ենք եկել ձեր տնից, այդ Սովետի ընդհանուր պետության մեջ ասել ես, այս անկլավը տվեք այս ոչխար պահողները, որ թուրքերից դե ոչխար պահեն, մեկը տվեք սենց անեն, մեկը հիմա հետ դուրս ենք եկել, չէ՞ բոլորս։ Ամենքը մեր վեշերով գնում ենք։ Հիմա մեր քարտեզը եղել է 30,948, դու սարքել ես 29,740 քանի, օրինակ։ Ես ասում եմ, չի անընդունելի է։ Դուք Ադրբեջան գնում եք, այո, այսօր ճնշում եք, այսօրվա Հայաստանի իշխանության վրա գնում է այդ փոխզիջման, բայց դուք ական եք դնում ինքներդ ձեր տակը, հետո ասում հայերը ռևանշիստ են։ Մի արեք դա։ Խելոքացեք մի քիչ։ Պարոն Բաբյան, հիմա Հայաստանը ճիշտ ճանապարհով է գնում։ Ոչ, բայց ասում եմ, Հայաստանը չի կարող ճիշտ ճանապարհով, ասեցի, մեկը սահմանազատումը 1, երկրորդը ճանապարհների կառուցումը 2, երրորդը բանակաշինություն 3։ Եթե զբաղվի ճիշտ, ես կհամարեմ, բանակաշինությամբ զբաղվում են, նոր սպառազինություն են բերում։ Հետո որ քեզ ասում զբաղվում են, ֆրանսիական հնդկական զենքեր են բերում շվատա։ Կրկնում ձեզ, որ բանակը զենքով չի։ Զենքը պիտի տիրապետես, պիտի կազմակերպված լինես, պետք է բանակ ունենաս։ Եվ վաղը ես ու դու գնում ենք սահմանով առաջի գծից գնանք, եթե դուք նկարահանեք դե զինվորի դեմք տեսնեք, կամ հասկանաք ինչ ունեք ձեր առաջի գծում, կհասկանաք պաշտպանության նախարար դառնաք այդ հարցերը լուծեք։ Ես չեմ ուզում ոչ մի բան դառնամ։ Ես 60 տարեկան եմ արդեն լրացել, ես կարամ օգտակար լինեմ։ Թրամփն 80 տարեկան է, հետո ինչ։ Կարամ օգտակար լինեմ, եթե ցանկանում եք, եթե ոչ մի բան չենք անում։ Դες կռվում եմ։ Տեսնում ես, ինչքան դու փորձեցիր, որ ես ասեմ Նիկոլա ազգի դավաճանատար եք կախաղան, բան չստացվեց կոմոդ, չէ՞։ Հիմա ինչի, որտեվ ես ոչ մեկին չեմ ասում։ Եթե դուք ինձ ինչ-որ մի բանում կպտնում եք, ես ձեզ ուղղակի պատասխանում եմ այդ տվյալ անձին կամ մարդին։ Ինքս ոչ մի ժամանակ ոչ մեկին չեմ վիրավորում։